Վերնատուն Հանրային ռադիոյի եթերում Վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայքեջում ու նաև Facebook-յան հարթակում այս պահին մեզ դիտողներ։ 2025 թվականի իմ առաջին հունվարի 1-ի զրույցը արվեստագետ Արման Գրիգորյանի հետ էր, նրա բռնակալներին սպանողները ստեղծագործության շուրջ։ Այն ժամանակ դժվար էր պատկերացնել, որ այդ հարցազրույցը լինելու է վերջինը եւ շատ շուտով ստիպված էի լինելու խոսել արդեն նրա հիշատակին նվիրված ցուցահանդեսի մասին։ Արման Գրիգորյանը ոչ միայն արվեստ էր ստեղծում, այլև ձևավորում էր մշակութային միջավայր ու արժեքներ հիմնված մարդկային կապերի վրա։ Այսօր հետահայաց խոսելու ենք Արման Գրիգորյան ընկերներին խորագրով ցուցահանդեսի մասին, որը տեղի է ունեցել Նկարիչների միության հենց իր հիմնած, այսպես ասած, ժամանակակից արվեստի 3-րդ հարկում, սա նախագիծ է ընկերության գաղափարի մասին, մի արժեքի, որը առանցքային էր հենց Արմանի թե կյանքում, թե ստեղծագործական կյանքում նաև, ցուցահանդեսի կարևորության ու նաև շեշտադրումների մասին մենք այսօր կխոսենք ականատ ցուցասրահի հիմնադիր Անի Սուքասյանի ու նաև արվեստագետ Հարություն Սիմոնյանի հետ։ Ողջույն, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Մենք էլ ենք շնորհակալ ենք։ Եկեք մեր զրույցը սկսենք, թե ինչից սկսվեց այս ցուցահանդեսը անելու գաղափարը, միտքը։ Անի, գուցե ձեզնից սկսեմ։ Ճիշտն ասած, երբ որ Արմանը կար եւ շփվում էինք, շատ է պատահել, որ մտածել ենք ինչ որ ցուցահանդես, չնայած արել ենք մի 20 տարի առաջ ցուցահանդես ենք արել, դրանից հետո շարունակվել է 2006-ին առաջին անգամ Armenian International ցուցահանդեսը արեցինք ականատի դեռ հին տեղում եւ դրանից հետո էլի շարունակվեց, բայց երբ որ ականատը արդեն դադարեց տեղ ունենալ եւ on-line իհարկե շարունակվում էր ինչ որ չափով գործունեությունը, անընդհատ խոսում ենք դրա մասին, ես ավելի հակված էի, որ ինչ որ արխիվային նյութեր սկսենք հավաքել, ասում էի արդեն մեծացել ենք Արման, պետք է այդպես ինչ որ բաներ անենք եւ այլն, ինքն էլ միշտ ասում էր լավ, դե լավ, հաջորդ անգամ, մյուս անգամ եւ այլն, այդպես շատ տենց թեթև էր նայում այդ ամեն ինչին, բայց այնպես պատահեց, որ հիվանդացավ եւ այդպես պայքարեցինք դրա համար, որ վերականգնվի առողջությունը, չեղավ, պարտվեցինք այդ պայքարում։ Ամեն դեպքում իր մահից հետո, երևի 1-2 ամիս հետո, որտեղ հաճախ այցելում էինք իրենց տուն, իր արվեստանոց, իր ընտանիքի հետ կապեր ունենք, մինչև հիմա էլ ունենք։ Մի օր ես ու Հարութը այնտեղ էինք եւ միանգամից Հարութը այդպես ասեց. Իսկ ինչու ցուցահանդես չանենք Արմանի գործերից։ Ես ճիշտ ասած շատ տենց հանկարծակի եկա, ասացի, բա ոնց եւ այլն, բա ասացի մի ամիս հետո։ Ասի Հարութ, բայց չենք հասցնի եւ այլն։ Չէ, ասեց կհասցնենք, արի որոշենք եւ անենք։ Եվ այդպես ծնվեց ցուցահանդեսի գաղափարը, այսինքն Հարութը հղացավ այդ գաղափարը եւ մենք սկսեցինք արդեն մտածել, որ ինչ գաղափարի տակ ինչ կոնցեպտով կայացնենք ցուցահանդեսը, մնացածը Հարութը պատմի։ Ես գիտեմ, որ Արման Գրիգորյանի համար ընկերությունը շատ կարևոր է, չնայած ինքը այդպես չէր շեշտում իր խոսքում, որ ընկերություն եւ այլն, բայց ամեն երկրորդ կամ ամեն իրեն հարազատ մեկը ինքը ասում էր դրուգ, չէ, այդպես իր բառով ասած, եւ պատահական չէ, որ հենց ընկերների այս ցուցահանդեսը ընկերության գաղափարն է շեշտում։ Մենք ուրեմն արվեստանոցում երբ որ նստած էինք, մենք որոշեցինք ոչ տենց կուրատորական իմաստով անել ցուցահանդես, Արմանի սա երևի չէ, առաջի ցուցահանդեսն էր անհատական։ Չի ունեցինք անհատական ցուցահանդես եւ մենք մտածեցինք, որ առաջարկեցի Անին, որ հավաքենք բոլոր այն գործերը, որոնք որ Արմանը նվիրել է ժամանակի ընթացքում իր ընկերներին։ Բոլորս ունենք Արմանի գործերը նվիրված մեզ եւ մենք մտածում ենք դա նաեւ շատ լավ առիթ է ընկերության շուրջ նաեւ այն 80-ականներում որ ստեղծվել է այդ 87 թիվներ ամբողջ 80-ական եւ 90-ական թվականներում
ձևավորված երրորդ հարկի շուրջ, ժամանակակից արվեստի շուրջ եւ այո, մենք որ զանգեցինք մեր ընկերներին բոլորը մեծ հաճույքով եւ գրեթե ոչ մի խոչընդոտ չեղավ։ Այո, Արմանը ասում էր դրուկ եւ մենք տենց մի ընկերության շուրջ մի պատկերացում, որը դրուկ բառը ռուսերեն նշանակում է ուրիշը։ Ի տարբերություն օրինակ ընկեր բառին, որը որ կոմբրատնա կամ կամպանիերա բառն է, ուրիշը դա մեկն է, որը որ դու կարողանում ես ճանաչել քեզ, կարողանում ես մեկ ուրիշի միջոցով հարաբերվել, աշխարհը ճանաչել, եւ այդ ուրիշ բառը ունի նաեւ մեծ փիլիսոփական մի իմաստ, ոչ թե ուղղակի գաղափարակից։ Կարող ես նույն անգամ գաղափարակից չլինել ուրիշի դեպքում, բայց ճանաչել քեզ։ Վեճը եւ կռիվը մշտական է այդ հարաբերության մեջ, ընկեր բարի, չէ, այլ դրուկ բարի։ Նու մոտավորապես այսպիսի մի ձևով որ վեճերը հիշում եք որ մեկնաբաներ այդ բառը հաճախ էր կրկնում։ Օրինակ ինձ էլ դիմելուց երբեմն ասում էր դրուկ։ Ինքը մեկնաբաներ։ Ինքը չէր մեկնաբաներ, ինքը ասում էր վայ դրուկ, գնալուց գալուց դրուկ բառներ օգտագործում, որ դրուկը միշտ նշանակում է ասենք ընկեր, բայց երբեք չէ օգտագործի ընկեր բառը, դրուկ բառը, որը որ նշանակում է ուրիշը եւ այդ ուրիշի միջոցով կարող ես ունենալ հարաբերություն, վեճեր, կռիվներ, որոնք որ ամբողջությունականներում եւ 90-ականներում տեղեր ունենում եւ ընկերական միջավայրում։ Լավ, դուք ընկերական միջավայրից այսպես հավաքագրեցիք շուրջ 50 եւ ավելի գուցե գործեր, ինչ գործեր էին դրանք, ինչ որ թվականների էին եւ ինչ բացահայտումներ արեցիք նաեւ դուք։ Ես ասեմ անդի, ուրեմն շարունակեմ, բոլոր այն գործերը, որոնք որ իհարկե ոչ բոլոր գործերը, որոնք նվիրված էին, բայց հիմնականում նաև արվեստանոցից վերցրել էինք այնպիսի գործեր, որոնք որ հենց արվեստանոցում են, մեծ գործեր էին, դա սկիզբն էր 80-ականի, 87-89 այո թվականի գործեր էին, որոնք որ ես այդ գործերը շատ եմ սիրում, եւ տենց այն բոմբոնները չէր, որ ինքը նկարում էր, այլ տենց գաղափարային եւ վանդալը եւ այլն այդ տեսակի անարխիստական ասենք այդ հեղափոխական իմաստով առաջի հատվածում սրահ մտնելուց առաջ մենք որոշեցինք դնել այդ գործերը եւ հետո մտնում ես սրահ ոնց որ փորձում ենք ստեղծել արվեստանոցը իրա ասենք ոնց որ մտնես իր արվեստանոցը որտեղ կային պլակատներ որտեղ կային իր մանիֆեստները եւ այլն մի ուրիշ մասել կար որ արխիվներ որ մենք նայում էինք որ շատ ոնց ասեմ տպավորիչ էր վերհիշել այդ ամեն ինչը հուզիչ էր նաեւ հուզիչ էր այո եւ նաեւ այնտեղ կային բաներ որոնք որ արվեստագետները անգամ չգիտեին այդ արխիվի մեջ նորություն էր օրինակ վանդալը կամ օրինակ երրորդ հարկի գանգերով արվածը կամ ասենք այդ մետալիկայի ոճով նկարած գրված վանդալը մանիֆեստը եւ այլն որոնք որ կամ մոռացված էին կամ անգամ տեսնված չէին հայտնվել ասենք ավելի հասարակական բանի իմաստով հանդրության իմաստով օրինակ այդ ինչ ասեմ սյունակը որ նկարել է ինքը այսինքն իր ծնողների ժամանակվանից այդ հինգերի խումբն է այո Մինաս Ավետիսյան իր ծնողները եւ այլն եւ այնտեղից հասնում է այո մինչեւ նփակ մինչեւ ասենք թե մեր օրեր կարելի է ասել էլի այդ չի տպվել չի հրապարակվել կարող է մարդիկ տեսել են եւ այլն բայց
այսինքն որ բացեցինք, նայեցինք եւ արխիվներում քրքրեցինք եւ այլն տեսանք, դրանք մեզ համար էլ բացահայտում էր, շատ ընկերների համար էլ բացահայտում էր, որ տեսնում էին պատին դրել ենք դրա կրկնօրինակը եւ այլն, հետաքրքիր էր։ Իսկ օրինակ ինչ բացահայտեցիք անձամբ ձեզ համար, որը երբևէ դա ձեզ համար ինչ որ իմաստով անակնկալ էր ու կարելի է դա վերաիմաստավորել արվեստաբանական մոտեցմամբ, տեքստերով, նոր ցուցադրություններով, ցուցահանդեսներով եւ այլն։ Գիտեք, ասենք, երբ որ նայում ես այդ ցանկը, որ ինքը ստեղծել է, մեկ էլ նկատում ես, որ թե ինչ անհանգստությամբ ինքը ուզեցել է պատմություն ստեղծել եւ մի պատմության նկատմամբ ունենալ հատուկ վերաբերմունք, որ ոչ թե այն պատմությունը, որ մենք գիտենք, այլ օրինակ ես անընդհատ չի կարողանում հիշել Սարտրը երբ եկե Հայաստան։ Այնտեղ գրված էր, ասենք 66 թվին Սարտրը Հայաստանում էր։ Սենց շարքով գծով գնում է։ Հետո Իգիթյանի հատվածներ եւ կարևոր իրադարձությունները ֆիքսել է։ Բայց այդ կարևոր իրադարձությունները շատ սուբյեկտիվ են, բայց մի ուրիշ իմաստով իրանք որպես փաստ տեղի են ունեցել։ Այսինքն պատմության նկատմամբ ոնց որ ինքը ուզում էր ասել ոչ թե ասել, այլ մինչև երրորդ հարկը ինչպիսի պատմություն ա եղել, երրորդ հարկը երբ որ ձևավորվել է, ինչի հիմքի վրա կամ ինչպես է երրորդ հարկը հայտնվել շրջանում եւ երրորդ հարկից հետո ինչպիսի բաներ են տեղի ունեցել, օրինակ 90-ական թվականներում, երբ որ նայում եք երրորդ հարկի, ասենք 87 թվականից մինչև 90 թվականը շատ հստակ կազմակերպված, ասենք այդպիսի այդ ցուցահանդեսներով, գրական ֆորումներով եւ այլն 90-ականներին արդեն այնտեղ խառնաշփոթ, ուրեմն մի այնպիսի ակտիվություն, այնպիսի ուրեմն sense բաներ չեմ հիշում, չգիտեմ հիշում եք այդ բանն նայել եք այդ եւ ինտենսիվության իմաստով ոնց երրորդ հարկի ազդեցությունն 90-ական թվականներում ժամանակակից արվեստի կոնտեքստում իհարկե եւ նաեւ գրականության ժամանակակից ինչպիսի ակտիվություններ եւ ինչպիսի վեճեր եւ ինչպիսի ասում եմ երրորդ հարկի ժամանակվանից մինչեւ 90-ականների մեջտեղը մինչեւ 90 չեմ ուզում ասեմ վերջ, բայց դա ոնց որ մի բաց ֆորում լիներ հասարակության մեջ, որտեղ պատկերացրեք գալերիներ չկան, կենտրոններ չկան, բոլոր կենտրոնները փակվել, պատկերացրեք սովետական միությունը այլևս չկա, պատերազմ, ես չգիտեմ, խառնաշփոթ, sense ինչ-որ բաներ, բայց բաց ֆորում էր եւ Արմանի ներդրումը եւ ազդեցությունը մշակութային իմաստով դա մշակութային հեղափոխության շարժում էր այդ երրորդ հարկը եւ իր ազդեցությունը միջև 90-ական թվական եւ այդ մշակութային այդ հեղափոխությունը այնպիսի մի ազդեցություն ունեցավ նաեւ միջև մեր ժամանակները որ մենք դրա հիման վրա կարող ենք ասել բա ուր է այդ խոստումը Իդեպ իր հետ զրույցներն էին նույնիսկ հեղափոխական, այսինքն յուրաքանչյուր զրույց ինչ որ մի հեղափոխական միտք էր ինքը այսպես հայտնում եւ կարելի է նկատել, որ ինքը այն քիչ արվեստագետներից է, որ շատ զգայուն է ժամանակի հանդեպ, այսինքն ինքը շատ լավ էր զգում ժամանակը եւ փորձում էր այդ ժամանակի հետ այսպես երկխոսություն ստեղծել, կարելի է այդպես ասել Ես ասում եմ, որ Արմանը վերջի լիբերալ արվեստագետն է եւ այդ իմաստով, որ ես ասում եի, բա ուր է այդ խոստումը, ասենք մշակութային հեղափոխության, որ 80 թվականներին, 90 թվականներին բոլորս ընդգրկված էինք, ոչ միայն երրորդ հարկի շուրջ, այլ նաեւ այլ երիտասարդական շարժումների, համարականորեն շարժումներ, խմբերի այդպես ասած, ուր է այդ խոստումը։ Եվ եթե Արմանը այդ ժամանակ մշակութային հեղափոխության մասեր եւ ամբողջ այդ ժամանակվա երիտասարդները, ապա այսօրվա երիտասարդները մենք տեսնում ենք, որ իրանք փորձում են արվեստի հեղափոխության հետ գործ ունենալ։ Եվ այստեղ է որ արվեստի եւ մշակույթի միջև տարբերությունը կա։ Իհարկե
ինքը հետո հայտնվում է մշակույթի մի մաս, բայց ես կարծում եմ այսօր երիտասարդները բարձրացնում են այնպիսի հարցերը, որոնք որ կապված են հենց արվեստի հեղափոխության, ոչ թե ուղղակի մշակույթային, ուղղակի բառը, չէ, բայց մշակութային հեղափոխություն չի, այլ արվեստի հեղափոխություն։ Անիկ կուզեք հավելել որևէ բան։ Չէ, ասվեց շատ բաներ, բայց ուզում եմ ասել, որ ցուցահանդեսը որ արվեց, ճիշտ է, շատ արագ արվեց, այսինքն մեկ-ուրկես ամսվա ընթացքում ինչպես են ընթացքում ընտրվել աշխատանքները եւ արդյոք ընտրվել են, թե ուղղակի ինչ որ ձեռք եք բերել, այն էլ ցուցադրել։ Ընտրվել են որոշ աշխատանքներ, նրանք որ արվեստանոցից են վերցվել, բայց մյուսները, քանի որ նվիրված գործեր էին, փաստորեն ընկերների օգնությամբ, ընկերներին նվիրված գործերը ցուցադրել ենք ընկերոջ, ասենք, հիշատակին եղած ցուցահանդեսում, այդպես կարելի է ձևակերպել, բայց մի այլ բան եմ ուզում հավելել, որ ինչպես նախքան զրույցը սկսել ասեցինք, մեզ առաջարկվել է, որ մի քիչ ավելի ընդլայնված եւ մեծ ցուցահանդես անել, եւ ես հույս ունեմ, որ մենք կհաջողենք դա, կանենք ավելի մեծ ցուցահանդես, որովհետեւ Արմանը առանցքային դեր ունի, ճիշտ է, մեր ընկերն է, բայց այդ ընկերության ցալքերում չպիտի մոռանանք, որ ինքը առանցքային դեր ունի ժամանակակից արվեստի ընկալման, տարածման, դրա պատմության, խթանման, ամեն ինչի մեջ ինքը առանցքային դեր ունի, եւ որևէ արվեստագետ ժամանակակից դժվար է ասել, որ ազատագրված է այդ ազդեցությունից։ Արմանը մեծ ազդեցություն է ունեցել բոլոր արվեստագետների վրա, ամեն մեկին իր ձևով, իր չափով։ Եվ այս ցուցահանդեսը պիտի համարենք մի հատ փոքրիկ ինչ ասեմ, հուշ կամ ժեստ, որին պիտի հաջորդի մի ուրիշ բան, այսինքն ավելի մեծ ցուցահանդես եւ անպայման ուզում ենք, որ նաեւ կատալոգ տպվի, պատկերազարդ գիրք տպվի, որտեղ այդ օրինակի համար հենց այդ բանը նարատիվը, որ ինքը գծել է արվեստի եւ այլն, այդտեղ ցուցադրվի բացատրությամբ, այդտեղ պիտի նաեւ գրվի, որ այդ ժամանակ ինչ էր տեղի ունեցել աշխարհում, Հայաստանում, ժողովրդի վիճակը, պետության նոր ձևավորված պետության վիճակը, հետագայում եղած խնդիրները եւ այլն, այդ ամեն ինչը։ Դա կտա ժամանակակից արվեստի այսպես պատմության ինչ-որ մի գիծը, չէ՞։ Եվ պետք կգա սերունդներին եւ մեզ եւ այսինքն վերընթերցենք նաեւ մեր պատմությունը, այդպես։ Փաստորեն կարելի ասել այս ցուցահանդեսը նախնական այսպես հուշագրական բնույթի ցուցահանդես էր, հա, կարելի է այդպես։ Ես ասում եմ նախերգանք էր։ Նախերգանք։ Հա։ Ես կարծում եմ, որ այո, Արմանը այնպիսի ազդեցություն ունեցել բոլորիս վրա, մշակույթի վրա, ժամանակակից արվեստի իմաստով, եւ այդ ազդեցությունը նաեւ շարունակվում է մինչեւ այսօր երիտասարդների շատ երիտասարդների, չեմ ուզում ասեմ շատ տաղանդավոր, որտեղ այդ բառը լավ բառ չի տաղանդավոր։ Մարդիկ, ովքեր որ գաղափարային իմաստով գրում են գաղափարներ եւ անհանգստացած են ոչ թե մշակույթով, արվեստով, հարաբերություններով, ինչա ընկերությունը, ինչա սեքսուալ հարաբերությունը, ինչա ազատությունը, ինչա պարտականությունը եւ դա մի խոսքով մի շարք բաներ, որոնք որ ոնց որ անին ասում է, որ եթե տեղի ունենա եւ ստացվի Ես հույս ունեմ, որ անպայման կկարողանանք իրագործել այդ ամեն ինչը։ Դա կլինի մի այնպիսի ֆորում, որ իհարկե կապ չի ունենա միայն Արմանի եւ ընկերների, այլ նաեւ կապ կունենա այսօրվա երիտասարդներ, չգիտեմ պետության հետ կապ կունենա թե չէ, բայց հաստատ արվեստի կարելի ասել հեղափոխության իմաստով Ես կարծում եմ, որ պետության հետ էլ պիտի ուղիղ իմաստով կապ ունենա, քանի որ Արման Գրիգորյանը այս պետության, չգիտեմ, չեմ կարող ուղղակի բառ գտնել ասել, կարևոր արվեստային կամ մշակութային առումով, գաղափարական առումով հիմնադիրներից մեկն է, ազատ պետություն, ինքնիշխան պետություն ունենալու, այսպես ինքը ջատագովներ, խաղաղ պետություն, երկիր ունենալու ջատագովներ։
Այո, այդ գաղափարներն էլ կարելի է զետեղել այդ ամեն ինչի մեջ, բայց երևի Հարութի ասած խոսքը այն էր, որ այսինքն պետությունը կամ կառավարությունը կամ իշխանությունը, ասենք ներդրում կունենան այդ ինչ որ մենք պիտի անենք դրա մեջ, թե չէ, ամեն դեպքում ունենան թե չունենան, մենք պարտավոր ենք անել։ Երևի այդ էր ուզում ասել։ Չէ, ես դա չի ուզում ասել, ուզում եմ ասել, որ արվեստը ինքը շատ ավելի ավտոնոմ բան է եւ ինքը ավելի հեղափոխական բան է, քան պետությունը։ Ավելի կարևոր, հա։ Եվ ինքը ավելի ազատագրող է, եթե պետությունը ազատագրվի իր կապանքներից միգուցե ավելի լավ, բայց այո, Արմանը նպաստում էր, որպեսզի նա հավատում էր։ Այո, հավատում էր եւ նպաստում էր, այո, ունենալու եւ որպեսզի լավ ապագայի համար ազատություն ունենա տեղ, չնայած այսօր ազատություն բառը դժվար է օգտագործել։ Անցալումը փոխված է, էլի, հա։ Այո, ես կարծում եմ, որ հնարավոր կլինի շարունակել, որ շարունակվում է, հաշվի առնելով Արմանի ներդրումը, այլ ոչ թե սկսել նորից մի նոր էջից, Kinder Surprise-ի պես ասենք, որ անկելում եք չես հասկանում, որ դեցանք է։ So այդպիսի մի պատկերացում ապայման պետք է տեղի ունենա, հույսում ենք, որ 2027 թվականին միգուցե հնարավոր կլինի իրականացնել։ Այո, առաջարկներ ունենք տեղի եւ այսինքն ձևի հետ կապված, հուսով եմ, որ կարողանանք իրականացնել։ Այո։ Հուսանք։ Տարբեր արվեստագետների հետ, երբ հարցազրույցներ եմ անում, միշտ այսպես թերահավատ մի հարց ունեմ։ Արդյոք ձեր գործը կամ արվեստը կարող է ազդել իրականության վրա։ Այդ հարցը ես Արմանին էլ տվեցի 2025 թվականի այս տարվա հունվար ամսին, հենց տարվա սկզբին, երբ առաջին հարցազրույցը արեցի իր հետ, եւ նա պատասխանեց շատ ուղիղ, ասաց ես այն ցիտում եմ հենց իրենից, ասում էր ես այն միամիտ արվեստագետներից եմ, ով հավատում է, որ իր արվեստը ազդում է իրականության վրա։ Հիմա մենք պիտի այնպես անենք, որ իր արվեստը գուցե ավելի մեծ այսպես տարածում ունենա եւ ազդի իրականության վրա, բայց նաեւ ուզում եմ ձեզ էլ հարցնել, դուք հավատում եք իր այդ մտքի հետ, կիսում եք իր այդ գաղափարը, որ իսկապես կարող է ազդել արվեստը իրականության։ Ես կարծում եմ, որ այդ չի գալիս միայն Արմանից, դա գալիս է ընդհանրապես երբևիցե, որ արվեստը եղել է, իր ազդեցությունը անտեսանելի է, օթիպես։ Դա անհրաժեշտություն է, որ ոչ մի հասարակություն, ոչ մի խումբ, ոչ մարդ չի կարող ապրել առանց արվեստի ներկայության։ Եվ իր ազդեցությունը անտեսանելի ազդեցություն է, ինքը դիրեկտ, sense ուղիղ ազդեցություն չի, ինչպես ասենք, տարբեր շրջանակներում։ So այդ իմաստով նկատի ունեմ, որ եթե մշակութային հեղափոխություններ արվում 80-ականներին, ապա այսօր արվում է արվեստի հեղափոխություն եւ իր ազդեցությունը անտեսանելի է եւ իր ազդեցությունը անհրաժեշտություն է, որ մարդը ուղղակի առանց դրա հնարավոր չի ուղղակի ապրել, դա օթի պես բան է։ Այսպիսի մի կարող եմ ասել, այո, Արմանը ճիշտ էր, որ արվեստը ազդում է եւ չի կարող չաստել։ Հարություն, իսկ ձեր արվեստը որևէ ձևով առնչվում է իր արվեստի դուք ավելի երիտասարդ սերունդ եք արվեստագետի եւ արդյոք ձեր արվեստը որոշակի ազդեցություններ կրել է կամ թեկուզ նայել է թաքուն հայացքով, այսպես նայել է իր արվեստին։ Իմ ազդեցությունը իհարկե կապված է Արմանի հետ, իմ ազդեցությունը իհարկե կապված է, ես ազդված եմ եղել Կարինե Մացակյանից, Կարեն Անդրեասյանից, մենք այդ ժամանակ շատ ակտիվ էինք եւ 90-ական թվականներին եւ անում էինք տեսակի կոնֆլիկտ, ասենք կոնցեպտուալ արվեստը եւ պոպ արվեստը բախում էր այդպիսի մի մեծ։ Այո, Արմանը մեծ ազդեցություն է թողել իմ վրա։ Ես Արմանին տեսել եմ, երբ որ ես 15 տարեկան էի, նոր էի ընդունվել ուսումնարան եւ հենց այդ ժամանակ էր,
երբ որ այդ ֆորումներն էին տեղի ունենում, արվեստանոցները լիքն էին, բաց էին, եւ ես ես մտածում եմ, սա ուղղակի joyful իրավիճակ է, որտեղ որ մտածում ես, քննարկում ես եւ պերմանենտ 24 ժամ, ասում եմ, դա անվերջ էր թվում։ Եվ այո, Արման իմ հանդիպում Արմանի հետ, Վիգեն Թադևոսյանի հետ, Լիլիթ Զաքարյանի հետ արվեստաբան, այդ հանդիպումները եթե չլինեին եւ ընդհանրապես հանդիպումը դա մեծ իվենտ է։ Այդ հանդիպումը եթե չլինի, մի տեսակ ոնց որ տեղի չունենա շատ բաներ։ Եվ իհարկե ազդեցությունը կարևոր է եւ խորհուրդ կտամ երիտասարդ արվեստագետներին չխուսափել ազդեցություններից, որտեվ այդ ազդեցություններով է պայմանավորված իրանց պատմությունը, իրանց ինքնությունը եւ իրանց վստահությունը, որը որ կարող են ասել ես ազդված եմ, օրինակ, ես ազդված եմ Արմանից, Կարայից, Կարեն Անդրասյանից, մենք իրար հետ շատ բաներ ենք արել եւ դա փոխադարձա։ Իսկ կա ինչ որ մի կապ հենց հատկապես ականատ ցուցասրահի հետ անի։ Ընդհանրապես թե այս դեպքում։ Այս դեպքում չէ, առհասարակ որոշակի ներդրում ունի Արման Գրիգորյանը ձեր Անպայման, իհարկե ներդրում ունի։ Ես նախքան իր, այսինքն իր հետ մտերմանալու էլի աներ եմ արել, ցուցահանդեսներ եմ արել ականաթի նախկին տեղում, բայց 2006-ին առաջին անգամ իր հետ ցուցահանդես արեցինք, կոչվում էր Armenian International եւ այլն, ցենց ինչ-որ մի բան, միջազգային, հայկական միջազգային, տենց վերնագիր դրեցին, այո, խմբակային ցուցահանդեսներ Armenian International, այո, հա, որ եփարս հիշում եմ, որ ասում էր, որ պիտի եթե Հայաստանում ենք անում, արվեստագետները հայ են, հայերեն են խոսում, արդեն դա հայկական է, կարիք չկա ինչ որ ուրիշ էլեմենտ փնտրել եւ շատ բարձ բացատրություն էր։ Ես ուզում եի խոսել նաեւ դրա մասին, որ ասում եք Արմանը հավատում է միամիտ, ինքը իրան միամիտ էր ասում։ Դե կարելի է փոխարինել բառը ռոմանտիկով եւ ասել, որ ռոմանտիկ էր եւ շատ կսազի իրան եւ իր գործերի մեջ արդեն երևում է այդ գունագեղությունը, բացությունը եւ այլն, չնայած որ այդ այսինքն բացությունը մենակ այդ չի որ բաց հանգիստ խոսես էլի լիքը ծալքեր կան դրա տակ, բայց շատ լավ էր որ ինքը հավատում էր դրան, ինքը որ մահացավ, ես հիշում եմ Facebook-յան իմեջում գրեցի, ուզում եմ վարակված մնալ քո լավատեսությամբ իմ ընկեր եւ իսկապես ես էլ հավատում էի իր լավատեսության, չնայած մենք ինչպես Հարութն է ասում, միշտ վիճել ենք, ունեցել ենք միշտ իրար հակասող կարծիքներ եւ այլն, բայց այդ չի նշանակել, որ մենք համախոհ չենք եղել կամ ինչ որ համախոհության նպաստել գաղափարներ ձևավորելու։ Միայն կարող եմ ասել, որ շատ ուրախ եմ, որ չնայած կուզենայի ինքը հիմա այստեղ լիներ եւ այլն, բայց միայն ուրախ եմ, որ իր հետ ընկերություն եմ արել եւ ինքը լիքը բաներ ա տվել եւ ականաթի մասին էլ մի երկու բառ ասեմ, որ երկար դադարից հետո առաջին ցուցահանդեսներ, որ արեցինք, այս Արմանին նվիրված, բայց վստահ եմ, որ շարունակություն կլինի արդեն ուրիշ ֆորմատների մեջ, այո։ Թերևս այսքանը եթե հավելելու որևէ բան ունեք, ուղղակի ես ուզում եմ ավելացնել իմ կողմից, որ մենք եթերից առաջ խոսում էինք, որ անցյալի ազդեցություններից չխոսենք, ավելի շատ խոսենք ապագայի մասին, ես կարող եմ ուղղակի ասել, որ նա այնպես ապագային նայող էլի արվեստագետներից էր ու հիմա էլ է նայում, ուսանք։ Ինքը ֆուտուրիստ չէր։ Այո, ինքը մի արվեստագետ էր, որը որ ապագան ուրիշ կերպ էր ընկալում եւ դա պայմանավորված էր երիտասարդներով, որտեվ այո, նա նաիվ չէր, որովհետեւ նա գիտեր, որ երիտասարդներն են լոկոմոտիվը մտքի, մշակույթի եւ ընդհանրապես ապագայի։
Շնորհակալություն։ Սիրելի ռադիոլսող, մենք այսօր խոսում էինք Արման Գրիգորյանի մասին, մեր շատ սիրելի արվեստագետներից մեկի, մեր այսպես ժամանակակից արվեստի հիմնադիրներից մեկի մասին, եղած ցուցահանդեսի մասին, այսպես հետահայաց էր մեր զրույցը, իսկ զրուցակիցներս ցուցահանդեսի համադրողներն էին Ականատ ցուցասրահի հիմնադիր Անի Սուքասյանը եւ արվեստագետ Հարություն Սիմոնյանը։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն